Վաճառքի մասին խոսում ենք, նոր մոտեցումների, նոր պահանջների, նոր առաջարկների, նոր պարտականությունների, նոր փիլիսոփայության, նոր մարտահրավերների։ Դա չէ համապատասխանում այդ նոր մոտեցումների։ Համապատասխանան չհամապատասխանելու խնդիրի չի։ Կարիք կա նոր թարմարյան, կարիք կա նոր թարմ աշխատանքի նոր թիմով, որի մասին խոսել են Հանրապետության նախագահ դեռևս փետրվարի 10-ին։ Այսօր էլ դուք տեսաք, որ ոչ միայն պարոն Սուրիկ Խաչատյանը, լուրջ ռադիկալ փոփոխություններ նաև կադրային տեղի ունեցան, եւ կառավարության կազմում դեռևս փոփոխություններ կլինեն, ինչու՞ չէ նաև ես ասել եմ, որ նաև նոյեմբերի 26-ին փոփոխություններ են սպասվում մեր ղեկավար կազմում, գործադիր մարմնում չեն բացառում, որ կլինեն փոփոխություններ, եւ փոփոխությունները ինքան բնականon process է, պետք չի զարմանալ։ Սկսել եք վատագույնից, հա, մարզպետը, որ ընտրեցիք Սուրիկ Խաչատրյանից։ Ես երբեք բարոյա զգացմունքային գնահատականներ չեմ տալիս։ Վատի, վատագույնի, սկսել ենք ավելի արդյունավետ աշխատել։ Սկսել եք դրանից քրեական գործերի հետ ավելի շատ է առնչվել, ավելի շատ է կապ։ Հարցը ռետորականը չեն պատասխանում։ Հիմա արդեն անձեռնխելի կլինի։ Խոսակցություններ կան, որ համագումարում Կարեն Կարապետյանը տեխնոկրատների թիմով համալրելու է հանրապետական շարքերը եւ խորհրդի նախագահի Ես կոռեկտ չեմ համարում մինչև նոյեմբեր 26-ի համագումարի օրակարգը հաստատումը ներկայացնեմ իմ գնահատականները։ Ես կասեմ այն, ինչ որ ասել եմ անցյալ 5 շաբթի։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում, ինչպես նախորդ համագումարներում, այդպես էլ այս համագումարում բնականաբար կլինի փոփոխություն։ Եվ չեմ բացառում, որ այդ փոփոխությունը կլինի նաև գործադիր մարմնում։ Իսկ թե պարոն Կարապետյանը կմտնի հանրապետական, չի մտնի, ոչ մտնելուց զարմացեք, ոչ էլ չմտնելուց զարմացեք։ Սուրիկ Խաչատրյանի անունը մշտապես մկահարույց դեպքերի հետ Ես Սուրիկ Խաչատրյանի մասով Տիգրան ջան դուք կտաս ասեմ։ Սուրիկ կարելի ասել։ Ասում են, որ պարոն Կարապետյանը Ինչ եղել։ ասում են, որ պարոն Կարապետյանի կամքն է եղել դա։ Առհասարակ ես աշխարհում ինչ որ լինում, ալինում նախևառաջ այսօր կամքը, իսկ բնականաբար վարչապետի նախագահի նաև առաջնահերթությունն ա եղել փոփոխությունները։ Չեմ ուզում կոնկրետ այդ անձի վրա կենտրոնանալ, առհասարակ դուք տեսաք, որ լուրջ փոփոխություններ տեղի ունեցան, փոփոխությունների Արսեն Մարուկյանը մեզ խանգարում է, շատ է բարձր խոսում, փոփոխություններ տեղի ունեցան, փոփոխությունները պայմանավորված չեն միայն անձերով։ Չէ, ժամանակ չեն փոխում, կան առիթները բազմաթիվ են։ Ես պատասխանեցի, ես արդեն պատասխանեցի։ Իսկ ով է ձայն բերելու ձեզ համար 2017-ից։ Մեզ երբեք ձայն չեն բերում, մեզ ձայն տալիս են։ Հասարակությունը, հանրապետականը եւ հասարակության միջեւ Խաչատրյանի միջամտությամբ են տալիս։ Գագիկ Բեգրանի միջամտությամբ են տալիս։ Ապրիլի 2-ից հետո կզրուցենք, կտեսնենք։ Միջնորդությամբ։